Մերձավան այգեկով M5-ին կապող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Շինարարություն է 8.2 կիլոմետր հատվածում։ Ճանապարհից միայն տեղի բնակիչները չէ, որ օգտվում են։ Տարածքում արտադրամասերն էլ շատ են։ Լինում է, որ միակողմանի փակում ենք ճանապարհը ըստ երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեմայի, որպեսզի չխանգարենք նաև երթևեկությանը, խցանումներ չլինեն։ Քայքայված ասֆալտով տեղ-տեղ գրունտային հատվածներով ճանապարհի փոխարեն նորը կես մետրից ավելի պատվածք կունենա։ Ավազակոպիչ, C5 երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, միայն շինարարության համար պետությունը 1 միլիարդ 380 միլիոն դրամ է ներդրել։ Նախկինում ջրահեղեղացում որպես այդպեսին չի եղել, բայց հիմա հիմնանորոգման ընթացքում ամբողջությամբ վարքերի միջոցով կազմակերպելու է ջրահեղեղացումը, բոլոր 4 հատվածներում էլ ներառված են մայթեր։ Այս տարի էլ նախորդների պես կառավարության օրակարգում է հանրապետությունում 500 կիլոմետր ճանապարհների նորոգման հիմնանորոգման ծրագիրը։ Եթե նախկինում աշխատանքներն առավելապես միջպետական, հանրապետական նշանակության հատվածներում էին, այս տարի գերակշռում են տեղական ու համայնքայինները։ Պայմանավորված 300 դպրոցների վերականգնման ծրագրով 500 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների շրջանակներում միայն 100 կիլոմետր աշխատանքներ, ճանապարհների վերականգնումներ նախանշված են հատկապես դեպի դպրոց մոտեցող ճանապարհներին։ Սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Տուրով Արմենիա հեծանվավազքի միջազգային մրցաշարը։ Նախապատրաստական աշխատանքներում ներառված են նաև ճանապարհաշինական ծրագրեր։ Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում եւ Երևանում այդ տուրի երթուղիների բարեկարգման նպատակով ուսումնասիրում են այն ճանապարհահատվածները, որոնք կարող են խնդրահարույց լինել, որոնց մասով կիրականացնենք նաև որոշակի վերականգնման աշխատանքներ։ Միևնույն ժամանակ էլ ավելի է խստացվում շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը, ստանդարտներին չհամապատասխանող աշխատանքները չեն ընդունվում, խնդիրները լուծում են շինարարական ընկերությունները սեփական միջոցներով։